Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրդյանն է։ Բարև ձեզ, պարոն Ալվրդյան։ Բարև։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Ալվրդյան, Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, արդյունքները ձեզ համար սպասելի էին, թե ոչ։ Ճիշտ ասած, մտավախություն ունեի եւ մենագի մեջ չէի, այդպես մտավախությունը բարձրաձայնում էի, նաև ընկերներիս ասում էի, որ նույնիսկ եթե ինքը պարտվի, քանի դեռ չի կատարել իր վրա դրած օտարների, թուրքական իշխանությունների, անգլոսաքսերի կողմից իր վրա դրած պարտավորությունները, քանի դեռ չի կատարել, նա չի հրաժարվի իշխանությունից, այլ ամեն գնով իշխանությունը կպահի իր ձեռքում։ Պարզվեց, որ մտավախությունս արդարացված էր եւ ամեն գնով նա կարողացավ ձայները այն աստիճանի հասցնել, որ շատ այսպես ակնհայտ չլինի, որ կեղծել է, բայց այնպիսի կեղծիքներ, որ 50% չի, բայց 50%-ի մոտ բերեց կանգնեցրեց, դա այն մակարդակն է, որը թույլ չի տալիս մյուս ուժերին, ինչքան էլ ձայն հավաքած լինեն, իշխանությունը ձևավորել, այսինքն ընդդիմության ուժերից։ Ակնհայտ էր եւ սպասելի էր, այդպես էլ եղավ։ Մանավանդ դրա համար նա ամեն ջանք գործադրեց, սպառնալիքներ, հոխորտանքներ, ձերբակալություններ, մարդկանց հասցեին ամենավուլգար արտահայտությունները, հայոյանքները, ծեծելու եմ, կզծնելու եմ, խուժանայի վարի փողոցային։ Երբ որ դա սկսեց անել, ես ասացի, որ սա ոչ մի բանից վախ չունի, սա իշխանությունները պետք է, ընտրությունները պետք է կեղծի եւ հիմա իր ընտրազանգվածի հետ, որ սիրում են անմակարդակ գռեհիկ հայոյաբանական արտահայտություններ, իր ընտրազանգվածին ոգևորում է, տաքացնում է եւ նաեւ ինքը հայտարարեց ով են, չէ, իր ընտրազանգված, ասած պերաշկի եւ կարտոշկա ուտողները կընտրեն պերաշկի եւ կարտոշկա ուտողին, միս ուտողները, այսինքն միս ուտողներին, այսինքն նա իրեն առանձնացրեց իբր ժողովրդի մարդ, որ համեստ կյանքով է ապրում, իրանց նման է ապրում, սնվում եւ որ նրանք էլիտա են, ավելի թանկ սնունդով են սնվում եւ նրանց ձայն չտան։ Հիմա սրանք բոլորը մշակված հարցեր էին եւ նա այնքան էր վստահ, որ կեղծելու է դրա, որ դեռ ընտրությունների ձայների չնչին տոկոսը չէր հաշվել, գիշերը կասեցրեց ուղիղ հեռարձակումը տոկոսների, որը ակնհայտ էր դարձնում արդեն, որ այն մտավախությունները, որ ունեինք, նա արդեն նախապատրաստել էր եւ գիտեր ինչ է անում։ Վերջացրեց։ Նա գիտեր, որ ոչ ոք չի դատապարտելու իր այդ խախտումների համար, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, Եվրոմիություն կոչված, ոչ հարևան պետությունները, լավագույն դեպքում դա պետք է անի Ռուսաստանը կամ ԱՊՀ-ի որևէ երկիր։ Իսկ դա իրեն բոլորովին չէր ուզում։ Ավելին, ԱՊՀ-ի երկրորդ հզորությամբ երկրորդ երկիրը մեծությամբ Ղազախստանը անմիջապես շնորհավորեց, որովհետև պրոթուրքական նրա կեցվածքը ակնհայտ դարձավ, որ թուրքերի կողմից հովանավորված, պաշտպանված Նիկոլը նորից ընտրվեց եւ ԱՊՀ-ի մեջ սա կարևոր ճեղք էր, ոչ ոք չնկատեց, որ առաջին շնորհավորողներից մեկը, եթե ոչ առաջինը, Ղազախստանի նախագահն էր։ Շատ լավ, պարոն Ալվրդյան, դատելով խորհրդարանական ընտրություններից եւ հասարակության վարքագծից, կարող եք արդեն ինչ-որ եզրահանգման գալ, թե ինչ է այս պահին կատարվում մեր հասարակության հետ, մեր հոգեբանության եւ հոգեկերտվածքի հետ։ Սրանք իհարկե մի քիչ բարդ հարցեր են եւ ժամանակ է պահանջում բոլորին առանձին անդրադառնալու, բայց մի բան ակնհայտ է, որ իրեն ընտրած զանգվածը ոգևորված է, հասկանալի է։ Իր քաղաքական ուժը ոգևորված է եւ նոր ծրագրեր է մշակում վերադասավորումներով խորհրդարանում եւ այլն, իսկ մյուս քաղաքական ուժերը ընկել են դատարաններ եւ սահմանադրական դատարան փորձելով ապացուցել, որ ընտրությունները կեղծված են։ Կարծում եմ, սա ապարդյուն մի աշխատանք է ցավոք, որովհետեւ մենք չունենք անկախ դատական համակարգ եւ չունենք անկախ սահմանադրական դատարան։ Դրանք բոլորը Նիկոլի Գրպանի դատարաններն են։ Հիշեք, ասած կա մի դատարան, որ իմ ասածը չանի։
կամ մի դատավոր, որ իմ խոսքը չլսի։ Եվ դա գնալով ավելի ամրապնդվեց եւ դարձավ ընդհանրապես նորմ։ Դատավորը պետք է ապարտադիր կերպով դատախազը, դատավորը, իրավապահ բոլոր մարմինները, ուժայինները վերևից ներքև պետք է լսեն միայն վարչապետին, որովհետև նա ասաց կառավարությունը ես եմ, փերչացավ։ Այստեղ ամեն ինչ վերջակետը նա դրել է եւ շարունակելու է իր գործը մինչև որ իր վրա դրած սկզբում ասացի պարտավորությունները չկատարի, իսկ դրանք հայոց պետականության լուծարմանն են տանում։ Պարոն Ալբերտյան, եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հաղթեց ընտրություններում, ինչ որտեղ կարելի է հասկանալ, որովհետև խոսում էր հայրենիք, հայրենասիրություն, գոչվում էր թե Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց այս տարիների ընթացքում տրամագծորեն հակառակը տեղի ունեցավ եւ հատկապես այս քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում էր, ինքը հրաժարվում է պահանջատիրությունից, զինանշաններից, խորհրդանիշներից եւ այլն, բայց միևնույն է, հաղթում է ընտրություններում, ինչու՞։ Որովհետև նա մեր հասարակության միջից ընտրել է իր ընտրազանգվածը, որին ես պետք է արդեն ստիպված ասեմ, կնեղանան թե չէ որոշ ընկերներ մարդիկ, չգիտեմ, Նժդեհը որակել է որպես ցեղի տականք։ Ցեղը եւ տականք աշխատություն ունի։ Դա այն զանգվածն է, որը ստամոքսով է մտածում, որը հայրենիք չունի, որը առաջնորդվում է որտեղ հաց է ընտեղկած փիլիսոփայությամբ։ Եթե մենք այդ տականքը չունենայինք մեր ազգի մեջ, Հայաստանը կլներ բավականին հզոր եւ տարածքով եւ բնակչությամբ։ Մենք անընդհատ ուրիշ երկրների համար արտագաղթականներ ենք արտադրում։ Սրանք, որ ընտրում են, նախկիններում ես շատերին գիտեմ, որ առաջ անգամ իրեն ընտրել էին, երկրորդ անգամ, դրանց մեծ մասը հիմա այստեղ չեն, Ռուսաստանում են կամ այլ երկրներում։ Չէ, այնտեղ են ապրում, բարեկեցիկ, որտեղ իրենք պրոգրամոլ են, նյութով առաջնորդվող մարդիկ են։ Հիմա նույնպես այդ զանգվածը միշտ վերարտադրվում է, առանձնապես շատ էլ չի բացարձակ թվով, չէ՞։ Բայց ասեք ինչքան էր այս անգամ ընտրողները։ Եթե վարչական ռեսուրսներն էլ գումարվի, թող լինի 40%։ 40%, չէ՞։ 40%-ը ուրեմն վարչական ռեսուրսով եւ այլն հասկանալի է, դրա մի մասն է հավատում են, ընդունում են եվրոպական ուղղությունը, որ ինքը հայտարարել է, մի մասը շատ լավ հիշում ենք Արցախի շարժման օրերից, որ Արցախը չէր ընդունում, չէր սիրում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դեռ եւ այն զանգված, որ պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին եւ որը դուրս եկավ իրենց հետ եւ ստեղծեց մարտի 1, դեռ այն ժամանակվանից կա այդ զանգվածը, չէ՞։ Այդ զանգվածը անընդհատ վերարտադրվում է եւ դեռ այն ժամանակվանից կար, դա ինքը չի ստեղծել։ Ինքը եկել է այդ զանգվածի հետ աշխատելու, այդ զանգվածի հետ աշխատելու համար նրան արտասահմանյան կազմակերպությունները արդեն 30 տարի, մոտ 30 տարի ամեն միջոց տրամադրում են։ Քանի 20,000 հկեր, 20,000-ից ավել հկներ, Սորոսի հիմնադրամներ, մասնաճյուղերով, չգիտեմ, ինչ ակումբներ, մամուլի ակումբ, մամուլի ակումբներ, մամուլի բազմաթիվ միջոցներ, նեոլիբերալ, արևմտամետ, արևմտապաշտպան, որոնք նաև աշխատում էին ոչ միայն մեր ժողովրդի մեջ արևմուտքի, արևմտյան արժեքների, թուրքերի, ադրբեջանցիների նկատմամբ սեր ու համակրանք առաջացնել, այլ նաև միևնույն ժամանակ աշխատում էին հակառակ արդյունքին հասնել ազգային արժեքների դեպքում։ Ատելություն սերմանել մարդկանց մեջ դպրոցներով, դասագրքերով, պատկերացրեք աշակերտին ասում ես, այդ պատմությունը չէ, այսպես հեշտ պատմություն եմ քեզ տալիս, այն չես սովորում։ Նա սուտ է, կեղծիկ է, աշակերտ է։ Ծնողների մեծ մասն էլ է համաձայն, որովհետև դպրոցի ծրագիրը որ քանդվում է, ազգային կրթությունը չկա այն ամբողջ պահանջված համակարգը վերահսկողությունը, ծնողներն էլ են ասում, ինչ ուզում է լինի։ Մենակ ավարտի էս դպրոցը։ Դասագրքերը այլասերեցին, դասագրքերը մի սերունդ դաստիարակեցին նրանք 20 տարում մի քանի սերունդ, այսպես դասդպրոցներով հաշվենք, մի 20 առաջի դասարանցի, այսպես մինչև վերջև բարձրացող տասնյակ հազարավոր, 100,000 մարդիկ են, որոնք հայրենիքի գաղափարից զուրկ էին, ազգային գաղափարաբանությունից հեռու էին, ցեղասպանությունը համարվում էր ավելորդ մի բան, բեռ, որ չէին կարող տանել եւ թուրքերի հետ բարեկամությունը դառնում էր Թուրքիա գնալ գալու այս մոլուցքը դառնում էր տիրապետող։ Ի վերջո
Առաջին Թուրքիա գնացող առուտուր անող հազարավորները Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, չէ, ստեղծվեցին, ձևավորվեցին, եւ ես դեռ շատ ու շատ տարիներ առաջ եղել եմ իմ աշխատանքի բերումով Արևմտյան Հայաստանում, Ստամբուլում եւ այլն, հանդիպել եմ լուրջ մտավորական մարդկանց հետ, համայնքի, մեր հայ համայնքի մամուլի գործիչների հետ, որոնք սարսափում էին Հայաստանից գնացած հայերի թրքաբարո եւ թրքահաճո վարքագծից, այնտեղ աշխատելու համար ամեն ինչ ուրանալու, ամեն ստորության, ամեն անբարոյականության դիմելու պատրաստակամությունից։ Այսինքն այդ խավը սկսեց խրախուսվել, այդ խավը բարձրացվեց, դարձան վարչապետներ բոլորը, այդ խավին երես տվեց, այդ խավին ասաց, որ ձեզ թալանել են, իսկ ես այդ թալանվածը վերցնելու եմ եւ ձեզ եմ տալու։ Քաբաբ առ քաբաբ, եւ բոլորը սկսեցին Նիկոլի պաշտամունքով տառապել։ Նիկոլը փրկիչը եկել է մեզ նախկիններից ազատելու, առանց նկատելու, որ Նիկոլի թիմում ամենաառանցքային մի քանի կարևոր պաշտոններ հենց այդ նախկիններն էին, եւ նրանք էին, որ եւ բանակն էին թալանել, եւ աղետի գոտին էին թալանել, հասկանալի է, եւ Հայաստանի կարողություններն էին թալանել։ Էլ չեմ ասում, որ իրեն իշխանության բերողներն էլ իրենից առաջ իշխանության եղածներն էին, եւ այդ խաղն էլ փաթաթեցի ժողովրդի վզին, հայտարարելով, որ բոլոր կաշառակերներին պիտի նստեցնենք։ Իսկ մի քիչ ոչ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ հասկանալի պատճառներով ատելություն ունեն կաշառակերների դեմ, եւ դա հասկանալի է։ Ինչպես կարող է դուք թալանեք երկիրը, մենք աշխատենք եւ վատ ապրենք։ Եվ նա ասաց այդ բոլորը նստելու են Սերժի եղբոր գլխավորությամբ, մերժիր Սերժինը դա էր, չէ, Սերժին մերժում ենք, Սաշիկը, որ 50-50 էր, նստեցնում ենք, եկավ իշխանության, դրանցից ոչ մեկը թալանողներից, ոչ օլիգարխները, ոչ նախկին իշխանավորները չնստեցին, առ այսօր չեն նստել։ Բոլորը բարգավաճում են արդեն իր իշխանության, իր հովանու ներքո։ Այսինքն իշխանությունը վերարտադրվեց, մենակ ցուցանակը փոխվեց։ Հասկանալի է, բայց գաղափարաբանությունը, գաղափարախոսությունը ավելի բարեկեցիկ կյանքի, թուրքերի հետ բարեկամություն անելու, բանակ չենք գնա, մեր բանակի տղեկը պետք է քնքուշ օրիորդի նման ապրեն, նրանք ելակ պիտի ուտեն, եւ այս ամբողջ ներքնաշորեր չունեն, բանակի զինվորները վատ են ապրում, այս ամբողջ զգայուն կետերի վրա խաղալով իրենց ի վերջո կառավարում էին, չէ՞, պատրաստված մարդիկ արևմուտքից շարպի տեսությունը կա գունավոր հեղափոխությունների, եթե ծանոթ եք, իսկ դուք կարծում եմ ծանոթ եք, նա գիրք ունի, այդ գիրքը նաև հայերեն կա, այդ գրքի մասին գոնե աշխատություն կա հայերեն։ Եվ այս բոլորը տարածելով կարողացան հասարակությունը այնպես պարակտելու կիսել, որ հետո շատ հեշտ դարձավ կառավարել։ Կարծես այս իշխանությունների հիմնական նպատակը ոչ թե Հայաստանի տնտեսական զարգացումն էր, սահմանների ամրապնդումը, ժողովրդի բարեկեցության բարելավումը, այլ հնի ու նորի պայքարը կազմակերպել է։ Իսկ որևէ հասարակություն կործանելու համար այն պետք է նախ եւ առաջ պարակտել։ Ահա սա է դրսից դրված ֆինանսավորող ծրագիրը, որի համար դրել են այս դրածոներին, վերացնել հայոց պետականությունը, որ իրականություն դառնա պանթուրքիստական մոտ 200 տարվա երազանքն ու ծրագիրը։ Ներողություն եմ խնդրում, իսկ ում մեղավորությունն է, որ ամեն դեպքում ընտրություններին եւ դրանից հետո հաղթանակ տարավ այն 40%-ը, ում վրա ինչպես դուք եք նշում, աշխատել էին, այսպես ասած, արևմտյան գործիչները, ուժերը, եւ 60%-ը չկարողացավ իր ազգապահպանման այսպես բնազդը առաջ մղել։ Հիմա տեսեք, խնդիր ունենք նաեւ մեկ այլ խավի հետ, որ չանդրադարձա, ով որ ելել է եւ ընդդեմ Նիկոլի է քվեարկել հասկանալի է։ Դրանք ունեն այդ մտահոգությունը, հասկացել են, կիսել են եւ գիտեն, որ դա վտանգ է։ Այդ երևույթը ազգի համար իր քաղաքական ուժով վտանգ է։ Բայց մեր պարտությամբ, ճակերտով այսպես ասած, պարտական ենք, որովհետեւ պարտական բառը դրական լիցք ունի, չէ՞։ Մենք պարտական ենք ճակերտյալ բոլոր այն մարդկանց, ովքեր տնից դուրս չգան։ Եթե եւս 10%, 15% մարդ դուրս գար, կեղծիք անելը գրեթե անհնար էր դառնում։ Բայց այս ընտրություններում ներողություն եմ խնդրում, մարդկանց մասնակցությունը շատ մեծ է համեմատած նախորդ 55%։ Աղետված ազգը, վտանգված ազգը, որի տարածքում թուրքական զորքեր են, իսկ մենք չգիտենք քանի
ինչքան թուրքական զորք կայ սահմաններին։ Բայց ինչքան մարդիկ ստիպված են եղել արտագաղթել, ինչքանն են զոհվել։ Խոսքս արտագաղթի մասին չէ։ Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց տնից Հայաստանում ապրող մարդիկ, իրենց տնից դուրս չեկան, չգնացին ընտրատարածք եւ չքվեարկեցին։ Իրենց համար միևնույնն է։ Տեսեք, ամենավտանգավոր պահերին հայրենիքի վճռական դերակատար են դառնում անտարբերները։ Նրանք չեն մասնակցում։ Եվ երկու բանակները, այսպես ասենք, Վարդանանք եւ Վասակյանք, որոնք մշտապես ունեցել են, չէ, երկու բերվեր, ազգային եւ ապազգային։ Իսահակյանն ասոր մեկը Գրափարյան, ազգային, մյուսը ապազգային, այլասեր, այս երկուսը ասում եմ որ իրար փոր պիտի թափեն։ Ահա անտարբերների աչքի առաջ է լինում այս պայքարը։ Եվ դա այդ անտարբերները, նրանք վստահ են, որ դիկոլական չեն, որովհետև դիկոլականները միանշանակ գնում են ընտրության, դա մոլեռանդության է հասնում այս աղանդը, դա աղանդ է ըստ էության։ Եվ մյուսները, որոնք շատ անտարբեր են, նրանք անտարբեր էին ոչ թե ընտրությունների նկատմամբ, հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հայաստանի, նրանք անտարբեր էին բանակում ծառայող մեր զինվորների, Արցախի ճակատագրի, մեր սահմանների, ամեն ինչ նկատմամբ։ Նրանք տներից դուրս չգալով թույլ տվին, որ այդ Նժդեի ասած ցեղի տականքը նորից ջրի երես բարձրանա եւ տանի հաղթանակ։ Սա կարեւոր է։ Քաղաքական ուժերի մասին, եթե ուզում եք ասել իմ տեսակետը, թե ովքեր էին մեղավոր, ես ասեմ, քաղաքական ուժերը կարողացան բավականին գործ անել, կազմակերպել, այո, այս անգամ կարծես 10% ավել հանեցին, չէ՞, ընտրությունների, դա ահագին թիվ է, դա իրենց շնորհիվ էր եւ բավականին ձայներ տարան։ Եվ եթե նրանք կեղծիքներ եւ այդ կաշպարարություն չանեին, գիշերը արդեն որոշված չլներ, որ իրենք հաղթել են, կամ ավելի ճիշտ նախորոք մի ամիսներ առաջ որոշված չլներ, որ իրենք պետք է հաղթեն Եվրոպական ներկայացուցիչների այստեղ գալով։ Ապա նրանց զայները եթե ճիշտ հաշվեին, ես վստահ եմ, որ դուք ասում եք 40%, նրանք շատ ավելի քիչ էին հավաքելու, 40% չէր լինի։ Բայց այսպես է լինում։ Ես մի առիթով երեք ասացի եմ ասում, կարևորը մեր ազգի երթվյալ բարեկամներից մեկն էլ Չակերտով դարձյալ Ստալինը ընտրությունների մասին մի խոսք ունի, որ դասագրքային աֆորիզմի մագարտակի է բարձրացել, դասագրքային ճշմարտության, ասում էր կարևոր չի ինչպես կընտրեն, կարևորը թե ինչպես կհաշվեն։ Իսկ հաշվողները իրենք էին, իրենց կուսակցության հիմնադիր մի անդամը հաշվում էր ձայները, որ հիմա Սահմանադրական դատարանում չկարողանում նույնիսկ հարցերին ճիշտ պատասխանել, ուզում են ցեխից հանել, քաշել հանել։ Երկակիությունը ինչ որ ստացվում, եթե անգամ 100%-անոց մասնակցություն լիներ, դուք հարցազրույցի սկզբում էլ նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է, պետք է պահեր իշխանությունը, քանի որ դեռ անելիքներ ունի։ Հիմա անգամ 100% մասնակցության դեպքում չեք կարծում, որ կհաշվեին այնպես, ինչպես իրենց է պետք։ Կա ինչ որ աստիճան, քրիտիկական աստիճան ու զանգված կա։ Երբ որ դուրս է գալիս, ասենք մոտավորապես 50%-ը, այն կողմում էլ արդեն 50%, այս կողմը դիպությունը 50% չհանեց, քիչ հանեց։ Բայց ընտրությունների չգնացածները իրենց ընտրազանգվածի հետ չգնացածները կազմում էին մեծ տոկոս։ Այդ դեպքում ընդվզում չի կարող լինել։ Հասկանալի է, որովհետև ընդվզողները փոքրամասնություն են, չկարողացան ընդվզել։ Մի երկու միտինգ արին, իրենք հասկացան, որ իրենք փոքրամասնություն են։ Իրենց անտարբերությամբ ընտրությունների չգնացողները բոլորին խեղճացրին եւ Նիկոլի առաջ ուզում են ծնկի չոկացնել։ Դա ընտրություններին չգնացող անտարբերների զանգվածը։ Իմիջիալոց հայտնի խոսք ասում է, աշխարհի բոլոր սոսկալի հանցագործությունները կատարվում են անտարբերների աչքի առաջ։ Հիմա այս հանցագործությունը նույնպես կատարվեց այդ անտարբերների աչքի առաջ։ Եվ ես կարծում եմ, սակայն, որ հնարավոր է իրավիճակը շտկել, հետևելով Նիկոլի խոսքին։ Նիկոլը ճիշտ ճանապարհն է ցույց տալիս, ասում է, ինձ հետ համաձայն չեք, հեղափոխություն արեք։ Ես կարծում եմ, որ եկել է իր հեղափոխություն անելու ժամանակը ճշմարիտ։ Բայց դե ինչպես պետք է արվի, ովքեր պետք է անեն, ինչ կազմակերպական կառույց պետք է առաջանա, դա քաղաքական ուժերը պետք է նստեն ընդդիմադիր։ Այս դատական քաշքշուկներից հետո երևի մտածեն, որոշեն, նախագծեն, այսպես ռազմավարություն մշակեն եւ հեղափոխությունը միտինգով չի լինում մի օրվա, աշխատեն այդ ուղղությամբ,
գուցեև մի ամիս, 3 ամիս, մի տարի, չգիտեմ, բայց հետևողական աշխատանք է պահանջում հեղափոխությունը։ Պետք է այդ ուղղությամբ աշխատել, որպեսզի քանի դեռ ամեն ինչ չի ոչնչացել, քանի դեռ սրանք ամեն ինչ, ամեն մի դավաճանության հայրենիքը հանձնելու բոլոր գործողություններին, սահմաններում, թուրքերին բերելու, Սյունիքը հանձնելու, սահմանադրությունը փոխ, այդ բոլորին օրենսդրական լուծում չեն տվել խորհրդարանում, իսկ դա անելու են, որովհետև բերեցին թուրքերի ամենասիրած մարդուն, չէ, խորհրդարանի նախագահ Ռոբեդյանին, նա թուրքական թուրքերի աչթևն է, Էրդողանի աչթևն է այստեղ։ Քանի դեռ չեն նրանք հասցրել այդ բոլորն անել, պետք է կազմակերպել հեղափոխության գործը եւ կատարել հեղափոխություն այնպես, ինչպես Նիկոլն է ուզում։ Եվ վերջում պարոն Ալվարդյան, տարիներ շարունակ Իսրայելը խոչընդոտել է հայոց ցեղասպանության ճանաչմանը, հիմա Թուրքիայի թուրք-իսրայելական այսպես հարաբերությունների ճգնաժամի ֆոնին կարծեք թե իր դիրքորոշումը փոխում է։ Ինչու՞։ Դե դա այսպես, նախկինում էլ նա հայոց ցեղասպանության փաստը շահարկում էր թուրքերին գլխին որպես մահակ ճոճելով եւ սպառնալով, որ այ Թուրքիան եթե այսպես շարունակի, այնպես անի, իրենք կճանաչեն, զգուշացնում էին, չէ որ դուք ցեղասպանություն եք արել եւ այլն, անցած տասնամյակներից եւ ոչ մի անգամ։ Բայց այս անգամ այնքան խորացավ հակասությունը երկու պետությունների միջև, որ նրանք հայոց ցեղասպանությունը ճանաչեցին, կառավարությունը, պետականորեն դեռ չճանաչվել, Քնեսետում հարցը չքննարկվել։ Կառավարությունը ճանաչեց։ Սա առաջի սպառնալիքն է, այսինքն եթե դուք ձեր վարքագիծը մեր նկատմամբ չփոխեք, կմտցնենք Քնեսետ, կասկած չկա որ եթե կառավարությունը ճանաչել է, եթե Իսրայելին պետք է որ Քնեսետն էլ ճանաչի, միաձայն այնտեղ էլ կճանաչեն։ Հիմա տեսենք, սպասենք ինչ արդյունք կտա, բայց այստեղ իսրայելցիների բանը հասկանալի է մոտեցումը, թե ինչու հասկացանք թուրքերի վրա որպես սպառնալիք, որպես մահակ օգտագործեցին հիմա բայց զարմանալին այն է, որ Հայաստանի իշխանությունները ավելի բուռն արձագանքեցին, քան Թուրքիան կամ Ադրբեջանը։ Նրանք ասացին, որ այդ Նիկոլի հայտարարության բուն բովանդակությունը հետևելն էր, ձեր ճանաչումը պատերազմի կհանգեցնի մի խոսքով, չէ՞, զինականության չենք վերածում, որ մի տգետ հայտարարություն էլ արեց, որ ցեղասպանությունը չենք ուզում քաղաքական հարցի վերածել, առանց հասկանալու, որ ցեղասպանությունը իր բնույթով արդեն քաղաքական հարց է եւ առանց կողմ վերածելու կամ չվերածելու, նա վաղուց դարձել է քաղաքական հարց այն պետությունների կողմից, գոնե եւ միջազգային կառույցների ու կազմակերպությունների գիտական թե հասարակական, ովքեր ընդունել են, որոնք ընդունել են ցեղասպանությունը, ճանաչել են եւ եղել են նաև մարդիկ, որոնք պետություններ, որոնք քրեականացրել են։ Հիմա նա չի ասում է չենք ուզում քաղաքականացնել։ Այսինքն այս մարդը բացահայտ հայտարարեց, որ մենք հրաժարվում ենք հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, դա մեր հայտարարել է մի քանի անգամ, որ դա մեր արտաքին քաղաքական օրակարգի մեջ չի մտնում եւ Թուրքիային եւ Ադրբեջանին նաեւ ապահովեցնում է, որ այս հարցում դուք վստահ եղեք, մենք ոչ մի քայլ չենք անի հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ այդ պատճառով մեր եւ ձեր միջև որևէ հակասություն չի լինի։ Նրանք փաստորեն որդեգրել են Թուրքիայի այն թեզը, թե ցեղասպանությունը թողնենք պատմաբաններին։ Հասկանալի է։ Այսինքն նա ընդունել է։ Նրանց բոլոր պահանջներն ընդունել է, Արցախը տվել է, ցեղասպանությունը ուրանալ, ուրացել է, Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղել, դա այդ գործով է հիմա, չէ, ԱՊՀ եւ ՀԱՏՄ, դա էլ է անում, շուտով դա էլ կկարծանագրի, որովհետեւ օրենսդրական ճանապարհն ընդունել, արդեն որոշում կայացրել են, որ մտնում են Եվրոմիություն, թեկուզ Եվրոմիությունից ոչ մի հրավեր իրենց չի եղել։ Եվ հիմա այս համատեքստում դա չի նշանակում, որ եթե Իսրայելը ընդունի պետականորեն, մենք պետք է ասենք, դե Թուրքիայի վրա Քնեսետում էլ հաստատվի, դե դա Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար է։ Հետո ինչ, բոլոր ընդունողներն էլ Թուրքիայի վրա, բացի կարծում եմ Ուրուգվայից, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար են ընդունել հայոց ցեղասպանության փաստը օրենսդրական մակարդակով կամ քրեականացրել են։ Իսկ
Դրանցից պետք է օգտվել։ Հայաստանի իշխանությունները, եթե հայկական են, իսկ բեզանում պրոթուրքական են, թուրքահապատակ իշխանություններ են, չեն հակառակ գործողություններ են անում, ինչպես ասացի, ուրեմն կարելի է դրանից ազատ օգտվել, համագործակցել, դա դարձնել լուրջ խաղաքարտ, քանի որ Իսրայելը ունի Ամերիկայի նման հզոր դաշնակից եւ ի վերջո ունի հզոր լոբբի ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Եվ միևնույն ժամանակ պետք է իմանանք մի բան։ Բոլորովին սա պետք է չմոռանալ մի կարևոր հանգամանք։ Իսրայելը առանց ամերիկացիների համաձայնության ոչ մի նման կարգի քաղաքական քայլ չի կատարի։ Ուրեմն ամերիկացիների գիտությամբ է ընդունել պետական մագարտակառավարությունը այս որոշումը, որը ճնշում է Թուրքիայի վրա, մի Թուրքիայի, որը փորձում է Ամերիկա ամեն ինչ կողք տնելով ինքնուրույն խաղացող դառնալ այս տարածաշրջանում եւ վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի ոչ միայն փառքը, այլ նաեւ սահմանները, որոնց հետևանքով նաեւ փառքը կվերականգնվի, չէ՞։ Այդպիսի նա ծրագրեր ունի եւ Երուսաղեմի նկատմամբ են նրա ծրագրերը եւ Հալեպի եւ այդ ամբողջ տարածքների նաեւ Ադրբեջան, Թուրքիա իրենց կարգախոսն է, չէ՞, երկու ժողովուրդ, մի ժողովուրդ երկու պետությունը վերածել մի ժողովուրդ մի պետության Սյունիքի նվաճումով։ Պատահական չէ, որ Սյունիքի ծրագրերի մեջ 4 հակահայկական պետություններ են մասնակցում։ Գոնե 3-ը ընդգծված հակահայկական են, հակահայաստանյան։ Դա Ադրբեջանն է, Թուրքիան եւ Հայաստանի կառավարությունը։ Տրամպի համար դա այլ խնդիր է, բայց այդ 4-ից 3-ը ընդգծված հակահայաստանյան եւ հակահայկական բնույթ ունեն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրդյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։